Նորից բարև, հարգելի ժողովուրդ, ժամը 8:08 րոպե։ Դռները փակվում են, սակայն ընտրությունները դեռ չեն ավարտվել, որովհետև ըստ օրենքի նրանք, ովքեր ընտրատեղամասում են, նրանց չեն կարող արգելել ընտրություն կատարել, դռները փակվում են ժամը 8-ից հետո նոր եկողների համար։ Իհարկե ժամը 6-ին, 7-ին նկարներ էին հրապարակվում, որ հերթերը շարունակվում են ընտրատեղամասերի մոտ։ Գիտեք, որ ժամը 5-ի դրությամբ արդեն մոտ 50% մասնակցություն կար։ Ես մի քանի բան հիմա կհրապարակեմ, ցույց կտամ։ Էս ինչա։ Մալադեց ժողովուրդ։ Մի րոպե։ Իդեպ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 հրապարակել է մի թիվ, որ ընտրողների քանակը 2.485.000 է, այսօր հրապարակել է ուրիշ թիվ, որ ընտրողների քանակը 2.503.000 է, արդյունքում 18,000 հոգու տարբերություն կա, այսինքն երեկ ու այսօր 18,000 հոգի հանկարծակի ավելացան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կռուտիտ են եղել, թե դա Փաստինֆոյի ուրեմն հարցմանն ի պատասխան բանը պատասխան են տվել, թե դա գաղտնիք է, 18,000 հոգին ինչ որ գաղտնիք են, ովքեր են չգիտեմ, բայց ամենայն դեպս սենց նրբություն կար, որ ուզում եմ իմանաք, ստեղ մի հետաքրքիր դիտարկում ես ուզում եմ սա ձեզ ցույց տամ, ժողովուրդ ջան, հեսա կամփոփենք էլի։ Ողջույն բոլորին, կներեք իմ այս պարկած վիճակի համար, որովհետև այն ինչ որ պետք է ասեի, արդեն չսպասեցի, որ ամեն ինչ կարգավորվի, նոր հայտնեմ սրա մասին։ Այսօր ես պետք է գնայի կատարելու իմ քաղաքացիական պարտքը հանուն Հայաստանի, հանուն հայ լինելու, հայրեն խոսելու, հայրեն աղոթելու եւ ծաղրի առարկա չդառնալու համար։ Ողջույն բոլորին, կներեք իմ այս ամբողջ եթերը ցույց չեմ տալի, ժողովուրդ ջան, այ իրա եւ այս տեսակ խնդիրներով վիրահատությունից հետո անկողնային վիճակը մարդը չի կարա գնա ընտրատեղամաս եւ ահա այս տարի չկա այդ շրջիկ քվեատուփը, որ մարդիկ իրենց ընտրելու իրավունք տիրացնեն ու ըստ ինձ պատճառը նա է, որ անցածի փորձը ցույց է տալի, որ նման դեպքերում մարդիկ տեսակ ակնարկում էր, որ հստակ ընդդիմադիր հայացքներ ունի, որովհետեւ հայերեն աղոթելը արդեն մեր երկրում դարել է ընդդիմադիր դիրքորոշում։ Ահա հստակ ընդդիմադիր դիրքորոշում ունի մարդը, ու եթե այս մարդուն գային խնդրեին, որ ինքը ընտրի, իրացնի իր քաղաքական իրավունքը, ընտրելու ստացվում էր, որ իշխանություններին չի ընտրելու։ Այդ դեպքում իշխանությունների ինչին է պետք այս տեսակ անկողնում գանված, հարկադրաբար անկողնում գանված քաղաքացու համար, պացիենտի համար հոգ տանի, եթե վերջին հաշվով իրեն չի ընտրելու։ Սա այսպես։ Մի ուրիշ բան էլ ստեղից չէ։ Մի րոպե, հեսա ցույց տամ, շատ հետաքրքիր նյութ է, շատ։ Ու կարևոր է, քանի որ հիմա շտապելու բան չունենք էլ արդեն վերջ ինչ ընտրեցինք, ահա այստեղ։ Նայեք, Իշքի չի, այլ ես իմ ինտերնետը հոգիս կերավ։ Հանձնաժողովի նախագահ Արմինե Անդրանիկյանը, ով նաև ԿՊ Էսի արդեն չեղավ այ մարդ։ աջակից է, լուսանկարում կարող եք տեսնել, Պարկը ձեռքին հավաքել է
հավաքել է այն, ես աստեղ ցույց տալի, մի հատ այդ պահը նայեք, այն որ այն քվեաթերթիկները, որոնք մնում են այդ տոպրակի մեջ լցրե տանում է։ Այս իրավունք չունի ստեղից ինքը ոչ մի բան մտցնի, ոչ մի բան հանի, բայց լցրել է քվեատուփի մեջ։ Ի խոսքով, կարճ կապեմ, ինքներ հետ կարող եք նայել իշխանություն բանն է, Facebook-յան էջն է, ուրեմն ես գիտեք, որ ոնց էր կոչում, լոր էր կոչում, լորուտ էր կոչում, կներեք, շփոթվում եմ, չգիտեմ, նույնիսկ իմացա Համոսահյանի ծննդավայրն է, Սյունիքի մարզում, ես գիտեք, որ ընտրատեղամասն է, այն որ Սիսյանցի կոմունալի պետը հավաքել էր 40 քանի իր աշխատողներին, տեղափոխել էր իրանց ընտրատեղամասը այս գյուղ, տեղափոխել էր այս գյուղ ու այս գյուղում մարդիկ պետք է Սիսյանից գնային հասնեին, ընդ ընտրեին։ Երբ որ ասում էին դուք պակասավոր եք, ընչի եք Սիսյանից գնում հասնում, թող ոչ ոք չնեղանա, ժողովուրդ դուք թույլ մի տվեք ձեզ դնեն էշի տեղ, ես ձեզ կվերաբերվեմ որպես բանը, բռնության, մանիպուլյացիայի զոհ, բայց երբ որ դուք ջիգարով սկսում եք արդարացնեք այդ ով որ ձեզ էշի տեղա դրել, ես ձեզ գոնե վարվում եմ որպես թեթևամիտ մարդ, հա, ավել բան չեմ ասի։ Ասում եմ մենք էքսկուրսիա ենք գնում այդ ընտրատեղամաս, հաղորդում ա եղել սրա մասին, որ ընկեր Սիսյան քաղաքից ընչի են մարդկանց ընտրատեղամասը տարե ինչ որ մի հատ գյուղ, պրիտոմ մի գյուղ, որտեղ դպրոցը հեսա փակվում է։ Այս դպրոցների փակվելու ուրիշ խոսակցություն, ընդհանրապես ես կողմնակից եմ, որ լինեն ուժեղ, հզոր, բարձր կրթական մակարդակով դպրոցներ գյուղերից էլ այդ երեխեքին լավ ավտոբուսներով տանեն վերադարձնեն։ Ես սրան եմ կողմնակից։ Այդ գյուղերում էլ մաշտիկ ապրեն ոչ թե նրա համար, որոնց դպրոց կա, թե կողքի դպրոց է իր երեխեն գնում, այլ այդ գյուղում ապրի նրա համար, որոնց կարգին փող է աշխատում, որ իր ապրելը, իր աշխատելը այդ գյուղում իրացվում է, իմաստ ունի։ Մարդը չմտածի ուրիշ տեղ եթալ ապրելու մասին։ Եթե մարդը ճարահատ մնում է այդ գյուղում ուրիշ բան չի մնացել բացի այն, որ մի 50 հոգանոց դպրոցը լինի, որտեղ չգիտեմ ամեն դասարանից մի 5 հոգի երեխա, ես չեմ ուզում այդ տեսակ կրթություն այդ երեխեքի համար։ Այսօր դուք կարող եք տենց թվա թե բանը այդ երեխեքին այդտեղ պետքա կրթություն տալ, իրականում ժողովուրդ ջան, այդ երեխեքը ոչ մի բանով պետք է պակաս չլեն, ենթադրենք մի հատ խոշոր քաղաքի դպրոցում սովորող երեխեքից։ Հետևաբար, եթե ունեք լավ մասնագետ այդ 50 հոգանոց դպրոցը, կամ օնլայն դասերով կարողանում եք այդ 50 հոգանոց դպրոցը պահել, ցենտրը, թեկուզ օնլայն դասերով թող այդ 50 հոգանոց դպրոցն լինի, սա էլ է տարբերակ։ Մանավանդ է զարգացած տեխնոլոգիաների դարում։ Բայց եթե պետք է այդ 50 հոգանոց դպրոցում աշխարհագրության դասատուն համ ֆիզիկա տա, համ մաթեմատիկա, համ բուսաբանություն դասավանդի, համ էլ չգիտեմ ինչ աշխատանքի ուսուցում, այս դեպքում լուրջ չի էլի։ Մի բան պետքա անել էս երեխեքի համար ու հենց այսօր պետք է արվի, որ իրանց կրթությունը լավը լինի։ Ես ընդհանրապես իմ կարծիքը, բայց ուզում եմ ասեմ, այնքան այս գյուղը, ուրեմն դպրոցը փակում են, բայց ընտրատեղամաս են բացում այդ դպրոցում, որտեղ սիսյանցիներին գրանցում են, որ այդքան սիսյանցիները այդտեղ ընտրեն։ Ու 2 օր առաջ սրա մասին հայտնում են իրավապահները, որ առավոտի ծիրիկուն ընդդիմադիր ուժերին են ձերբակալում եւ միշտ չի որ առանց պատճառի ընդդիմադիր ուժերի 10 ովշիկներին են ձերբակալում, առավոտի ծիրիկուն գաղտալսումներ քրքրվան ասելով, այո, ընկերեսի ակնհայտ իրավախախտում է, սրանից իրավախախտմանը հոտ է գալի։ Հիմա այն ինչ են անում այսօր արդեն, որ ասում է այսքան տալիս ես, այսքան բանը պահանջում է։ Հիմա էլ ինչ են անում, հիմա էլ գնացել են այդ քվեաթերթիկները հավաքում են, որտենան իրանց այդ բերած ժողովուրդը, արդյոք իրականում Նիկոլա ընտրե, պետք է տանեն տոպրակով այդ քվեաթերթիկները, ստուգեն ու տենան, որ ընդեղ պակասում է հենց Նիկոլի քվեաթերթիկը, հենց իշխանությունների քվեաթերթիկը, ոչ թե պակասում է ենթադրենք այն մյուսինը։ Իրանք եղող գիտեն, չէ՞ ովքեր են, այդ գյուղացիները հետո ոտից գլուխ մի քանի տասնյակ լինեն, 40 հոգի Սիսյանից են բերել կոմունալի աշխատողներ։ Անգիր արդեն գիտեն ով է ընտրել։ Ու ահագին մեծ կամ ավելի ահագին փոքր մոտավորությամբ կարելի է հստակ իմանալ թե այդտեղ ինչ են քվեարկել իրականում։ Արդյունքում սանկցիաների տակ դնել, այդ մարդկանց գործից ազատել, ճնշել եւ այլն։ Սա ակնհայտ իրավախախտում է։ Ես այդտեղ ուզում եմ ասեմ, ոչ թե իրավախախտումով ընտրությունների արդյունքները հեսա կփոխվեն։ Գոնե միայն այս ընտրախախտումով ընտրությունների արդյունքները մեծ փոփոխության չեն ենթարկվի կարծում եմ։ Բայց
Սա խոսում է տոտալ պետական հանցավորության, հանցավոր նախատրամադրվածության մասին։ Ընտրա կեղծարարության, ընտրական իրավախախտումների պետական մակարդակով կազմակերպված վիճակի եւ կանխամտածված նախապես այսպես տրամադրվածության մասին։ Սա դրա մասին է խոսում։ Իշխանամետներին ապօրինությունների թույլ տալու եւ նույնիսկ խրախուսելու մասին։ Սա դրա մասին է խոսում։ Եվ հերիք չի տարե գրանցել էին, հիմա էլ էս Բոշեն գնացել է տոպրակը վերցրել է ու իրան իբր թե անհասկացողի տոպրակի մեջ լցրել է այդ թղթերը տանում է։ Ասում են ուր ես տանում։ Ասում են Սարի գյուղերում կարող է թղթերը պակասի։ Տանում ենք, որ այդ տենանք այդ թղթերը, եթե ճղած չեն, ճմրթած չեն, այդ Սարի գյուղերի ժողովրդին բաժանենք։ Հələ լսի, յանի հակած շոր է, էլի հավաք է տանում է խեղճերին բաժանի։ Հələ դրանց կելք է նայի։ Այնտեղ տեղամասում բանը ներկայացուցիչը ասում է ոնց է Սարի գյուղ լինի, որտեղ լինի, քվեների չափով, ընտրողների քանակի չափով, նույնիսկ մի բան էլ ավել ասում է, այդ թղթերը բոլոր ընտրատեղամասերում 2000-ից ավել ընտրատեղամաս կա, այդ բոլոր ընտրատեղամասերում բաժանած է։ Դու եկել ես ստեղից ինչ ես, յանի այդ քվեաթերթիկը բան է, էլի, կաթու մածուն է, ստեղ որ մի քիչ շատ է, եկեք տանենք այս կողի գյուղը կարող է պետք լինի։ Այս աստիճան իրանց անհասկացողի տեղ դնելով, իսկ մեզ էշի տեղ դնելով, այս ձևի խոսում են։ Ու այս մարդիկ անպատիժ են, ավելին այս մարդիկ իրանց հոգում նույնիսկ բարոյական ամոթ չեն զգում։ Վստահ են, որ սաղ տոշնի է, սաղ ճիշտ են անում։ Բա ես չեմ ասում, որ իշխանափոխություն եղավ, այս մարդիկ փոխվելու են, այս մարդիկ նույնն են մնալու։ Սիստեմը պետք է թույլ չտա սենց բանը լինի։ Սիստեմը պետք է թույլ չտա, որ այդ թղթերը տենց թափրտեն ու մնա։ Ասենք ծրար է, 2 ծրար ես դնում, իրար քիչ 2 ծրար ասես ծալած, ստեղ ում օգտին ես քվեարկում, դա է ստեղ մնացած քվեաթերթիկները։ Բացում են քվեաթերթիկա պակաս անվավել ես ճանաչում, բարդ բան է։ Բարդ բան է կազմակերպել, բարդ չի, բայց սա նշանակում է, չեն կարա վերահսկել, ադմինիստրատիվ ռեսուրսը չեն կարա օգտագործեն այնպես, ինչպես ուզում են։ Ու բանը հասել է այս բոշայության, էլի։ Լավ, ինչ որ է, արդեն անցավ, ընտրախախտումների մասին լիքը տեղեկություններ կտեսնեք, բայց եթե անկեղծ ասեմ, այդքան դրանցից ես չեմ հուզվում, ինչու։ Որովհետև եթե ձեզ համար կամ շատերի համար կարա դա հուզիչ լինի, ինձ համար ռեալ հստակ պարզ է, որ այս թոշակների բարձրացումը ապօրինի ճանապարհով, ինչքան էլ մարդկանց դուրեկան լինի, դա իրավախախտում է, մասշտաբային, միլիարդավոր դրամներ ներառող, առողջության ապահովագրության հապճեպ անկազմակերպ ներմուծումը, պետպատվերը որպես առողջության ապահովագրություն գրանցելը, սա իրավախախտում է, ընտրախախտում է։ Այդքան ուրեմն պարգևավճարները տարբեր փուլերով, տարբեր պաշտոնյաների տրված, այդ թվում ծառայողների, այդ թվում ոստիկանների, սա ընտրախախտում է։ Ընտրություններից առաջ էս ամեն ինչը։ Ընտրախախտում է սելեկտիվ արդարադատությունը, որ տեղի է ունենում։ Ընտրախախտում է մեդիաների բլոկումը, շրջափակումը, առողջ քաղաքական ուժերի տեղեկատվական շրջափակման մեջ գցելը, սա լուրջ, շատ, սրանք մեծ է, բոյը, ինչ ասես, բոյը տուզ, այդ կարգի ընտրախախտումներ են սրանք, այս սրանք են լրջագույն ու էլի ենտեղ կա ընտրախախտում այդ ամբողջ վարչական լծակը օգտագործելը, Արթուր Օսիպյանին բանտարկելը, իդեպ Արթուր Օսիպյանի նկարը տեսա, որ գնացել է քվեարկության եւ թույլ են տվել ընդամենը ասեն ոնց ես, ասելա լավ եմ ու վсё։ 2 բառ են թույլ տվել, հետը խոսան լրագրողները։ Ընտրախախտում է այդ մեդիա բլոկադան ասացի, այդ հանրահավաքներ մյուսը եւ միլիարդավոր ուրեմն դրամների այդ նվերներ ստանալը, ընտրախախտում այդ ձրի տեղամասեր ստանալը, որպես նվիրատվություն, մի խոսքով ահռելի մեծ չափի ընտրախախտումներ կան մինչև այս օրը, մինչև այսօր արդեն։ Իդեպ Ռուսաստանից եկած տեղեկություններն ասեմ, որ Ռուսաստանից եկած ժողովուրդը, որտից գլուխ 4000 մարդ է, այս տարի ավելի շատ եկել Ռուսաստանից, քան անցած տարի։ Կարելի ասել մի 1000 հոգին, ու խոսքը մայիսից եկածների մասին, մի ամսվա ընթացքում, մեկ ամսվա ընթացքում, վերջին մեկ ամսում, անցած տարվա, այդ նույն մեկ ամսվա համեմատ, Ռուսաստանից եկել են ավելի 4000 հոգի։
Եթե ընդունենք, որ նույնիսկ ասենք, չգիտեմ, մայիսի 10-ին եկածնել է ընտրության համար եկե, մայիսի 20-ին եկածնել է դրա համար եկե, մայիսի 30-ին եկածնել է դրա, սաղ եթե իրար հետ վերցենք, ոտից գլուխ Ռուսաստանից Հայաստան ավել մարդ է եկե, անցած տարվա համեմատ 4000 հոգի։ Եթե նույնիսկ ընդունենք, որ տուրիզմը չի աճե, առանձնակի ժողովրդի մոտ հետաքրքրություն չի առաջել, ժողովուրդ 4000 հոգի մարդ է լրիվ եկե։ Բայց տեղեկատվական տեխնոլոգիաները օգտագործելով, մեդիա ռեսուրսներն օգտագործելով, ինչ միակ շուխուր արին։ Ինչ շուխուր արին։ Արայ բուդու ասեք Ռուսաստանից եկել են բան են անում։ Մեր երկրում իշխանություն են ուզում փոխեն։ Արդյունքում ինչ է լինելու։ Այդտեղած մարդիկ մեծ ազդեցություն չեն ունենալու ընտրությունների արդյունքի վրա, բայց պետական քաղաքականությունը եւ այդ քարոզչական մանիպուլյացիաները բերելու են նրան, որ 3 միլիոն մարդ Հայաստանում եւ մի քանի միլիոն մարդ Սփյուռքում, այդ թվում Ռուսաստանում, ելի ավելի են օտարանում իրարից, ել ավելի են խորթանում իրարից, ավելի խորթ են դառնում իրար, այսինքն պառակտվում է ազգը, իսկ մեծ գլոբալ ծրագիր իրականացնողը, որի հիմնական Շահառուն Նիկոլ Փաշինյանն է, իրան կաշին պրկելու համար Շահառուն հենց այդ է ուզում, որ ազգը պառակտվի, որ Սփյուռքը որպես միջոց, որպես հարստություն մենք կորցնենք, մենանք տգլոր, այս քար ու քռի մեջ շրջափակված իրանցով, առանց ծովի, առանց ճանապարհների, առանց երկաթուղու, այ դա են ուզում ու հասնում են դրան։ Առիթ օգտագործելով նաև այս ընտրությունները։ Մի ամսվա ընթացքում 4000 հոգի մարդ ընդամենը եկե ավել, որից մի 1000 հոգին հա եկած լինեն բանի համար, ընտրությունների համար։ Այդ 1000 հոգին ի՞նչ է փոխում, ընկեր, որ դու սաղ ազգը կողում ես պառակտման տակ։ Ոչինչ չի փոխում։ Մի խոսքով այսքանը ժամը 8-ի համար, եթե հետաքրքիր փաստեր բան կունենաք, հա մի բան էլ դնեմ, հին նյութ է իհարկե, բայց լավն է։ Գոնե սա նորմալ ցույց տա, այս անպետք է այ մարդ։ Ես չեմ ճուգում, ես կոմպիցա, որտեվ այդ նույն ինտերնետը ստեյլ կա, էլի։ Հլտենամ էսի կերևա։ Կարճ է, էլի, կարող է երևա։ Ես չեմ ընտրել, սա ընտրել։ Դա դենը Ասմա Նիկոլին սա է ընտրել։ Ես չեմ ընտրել։ Նիկոլին սա ընտրել։ Լավ չի երևում, լավ։ Զավի, դու ես ընտրել պիտող լագոյ։ Ոբշեմ, ասմա դու ես ընտրել։ Ես չեմ ընտրել, սա ընտրել։ Դա դենը Հա, ժողովուրդ ջան, մի խոսքով, եթե կամպյուտերից հասկացող կա թվասի, կարա կոմպիցս լինի տենց բան, որ վիդեոները սենց կտատելով ցույց տա, որտև այդ նույն ինտերնետից օգտվում եմ նաև հեռախոսիս համար, հա, նույն ինտերնետին հեռախոսա կպած ու սենց է անում, չգիտեմ։ Ժողովուրդ աշկիս իշխանափոխություն է լինելու։ Լավ, սպասենք տենանք, ժամը 10-ին, եթե հետաքրքիր եղավ 10-ին, եթե չուե ամենաուշը 11-ին եթեր կմտնեմ։ Եթե արտարոց բան եղավ 10-ին, եթե չեղավ, ամեն ինչ սենց ընթացիկ գնաց, ժամը 11-ին հաջորդ եթերս կլինի։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Հայ ժողովուրդ, հայ ազգ։ Ճիշտ ասած կամերայից դուրս ահագին բան, հիմնականում կամերայում ու կամերայից դուրս ես նույն ձև եմ խոսում, բայց մի բան եմ ասել, այս բարձր մասնակցությունը տեսնելով ընկերոջս ասեցի, արա կարող է ես նորից սկսեմ իմ ազգը սիրել։ Հա։ Ես սկսում եմ նորից իմ ազգը սիրել։ Ես ձեր ցավը տանեմ, անկախ նրանից ընտրության արդյունքը ինչ է։ Անկախ նրանից ընտրության արդյունքը ինչ է։ Այս տեսակ մասնակցությունը ձեր ցավը տանեմ։ Այս տեսակ մասնակցություն այն ժամանակ է եղել, երբ որ այդ Սերժ Սարգսյանի բանի ժամանակ ավտոբուսներով տանում ու տանում լցում էին։
Այն որ լցոնումներ էին անում, սենց մասնակցություն, այս տեսակ թվեր, այն ժամանակ ա եղել։ Ու հիմա այդ տեսակ թվեր ենք մենք ստանում։ Այս տեսակ մասնակցությունը լինում է այն երկրներում, որտեղ ընտրության գնալը պարտադիր է օրենքով։ Այ ես ձեր ցավը տանեմ, էս ինչ արեցիք դուք։ Անկախ արդյունքներից ես արդեն ձեզանից շատ ազգս ձեր ցավը տանեմ։ Ես նորից իմ մեջ զգացի, որ ազգի տեսանկյունից որբ չեմ, էլի։ Ինձ թվում էր ես որբ եմ մնացել ազգի տեսանկյունից։ Ես այտենց էի զգում։ Ինձ թվում էր ես որբացել եմ, իմ ազգը մեռել է։ Այսօր ես նորից զգացի, որ իմ ազգը կենդանի է ու բավականին կենսունակ է։ Ձեր ցավը տանեմ, անկախ նրանից ով կանցնի, ով չի անցնի, ձեր ցավը տանեմ, դուք ձեր մասնակցությամբ ինձ նորից տեր դառաք։ Ես ինձ էլ անտեր չեմ զգում ազգի տեսանկյունից։ Ու էդի մի օրում եղավ, չգիտեմ, այս մի օրում սենց բան եղավ։ Ես ինձ անտեր չեմ զգում։ Ես զգում եմ, որ ես հայ եմ, հայաստանցի եմ, արմեն եմ, ու ես անտեր չեմ։ Ես ազգուն եմ։ Ձեր ցավը տանեմ։ Շնորհակալություն։ Մինչև ժամը 11-ին ամենաուշը կհանդիպենք։ Ցտեսություն։